Պատկերացրու մի առավոտ արթնացել ես և նկատում ես, որ քո սենյակում ամեն ինչ կարգին է, պատերը տեղում են, կահույքը տեղում է, քո ապրանքները տեղում են, բայց մի բան կա, որ տեղում չէ, գողացել են։ Պարզում ես, որ ոչ ոք չի գողացել քո փողը, բայց գողացել է քո օրը։ Քո օրացույցից 1 օր պակասում է։ Այս ոդքասթի թեման է ժամանակի գողերը։ Եվ մենք խոսենք այն մասին, թե ովքեր և ինչ բաներ կան մեր կյանքում, որոնք գողանում են ամենաթանկը մեր կյանքից, մեր ժամանակը։ Տարին ավարտվում է, շուտով նոր տարի է սկսվելու, և եկեք անկեղծ մի բան խոստովանենք, ինչքան արագ անցավ այս անցնող տարին, և ինչքան արագ է ընդհանրապես անցնում ժամանակը։ Հետևաբար, եկեք խոսենք այս ոդքասթի ընթացքում այն մասին, թե ինչպես պետք է շահենք ժամանակը, ճիշտ գործածենք այն ժամանակը, որ Աստված տվել է մեզ, որն իրականում ավելի թանկ է, քան ոսկին, ավելի թանկ է, քան փողը։ Եվ նախքան շարունակելը, նորից իմ ավանդական հորդորը և կոչը։ Եթե իսկապես նման նյութերը օգտակար են ձեզ, ապա նորից ու նորից հիշեցնում եմ չմոռանալ բաժանորդագրվել այս ալիքին, լայքել այս տեսանյութը և մեկնաբանության մեջ ակտիվ լինել։ Դուք նման պարզ գործողություններով պարզապես կօգնեք, որ այս տեսանյութը շատ ավելի մեծ լսարանի համար հասանելի լինի։ Իսկ հիմա շարունակենք։ Իրականում ժամանակը շքեղություն է, որը մենք շռայլում ենք և երբեմն էլ վատնում։ Լսել եք, որ մարդիկ սովորաբար ասում են, երբ որ ժամանակ ունենամ կամուսնանամ, երբ որ ժամանակ ունենամ գիրք կկարդամ, երբ որ ժամանակ ունենամ կաղոթեմ, երբ որ ժամանակ ունենամ երեխաներովս կզբաղվեմ, բայց ճշմարտությունն այն է, որ մենք չենք ունենա ավել ժամանակ, քան հիմա ունենք։ Մենք արդեն ունենք այդ ժամանակը։ Պարզապես խնդիրը այն չէ, որ չունենք ժամանակ ինչ-որ գործերի համար, այլ խնդիրը մեր առաջնահերթությունների մեջ է։ Կապ ունի, թե ինչ բաների ես դու առաջնահերթություն տալիս։ 90 Սաղմոսը Մովսեսի աղոթքն էր։ Մովսեսը, որ Աստծո մեծագույն մարգարեն էր հին կտակարանում և իմաստուն անձնավորություն, ապա տեսեք, թե Մովսեսը ինչ էր աղոթում 12 համարում. Սովորեցրու մեզ, որ այնպես հաշվենք մեր օրերը, որ սրտով իմաստուն լինենք։ Սա կարևոր դաս է։ Ապրելով անգամ հին կտակարանի ժամանակներում Մովսեսը հասկացել էր, որ ժամանակը ամենակարևոր արժեքն է, ամենաթանկ արժեքն է։ Հետևաբար Մովսեսը աղոթում էր, որ Աստված իրեն սովորեցներ ամենակարևոր դասը. այնպես հաշվենք մեր օրերը, որ սրտով իմաստուն լինենք։ Մենք կարիք ունենք մեր օրերը ոչ միայն հաշվել, այլև ճիշտ հաշվարկել մեր օրերը, ճիշտ ծրագրել մեր օրերը։ Սա էր Մովսեսի աղոթքի կարևոր նյութերից մեկը։ Եվ Մովսեսը իր օրերը ճիշտ ծրագրեց, ճիշտ հաշվեց, ապրեց 120 տարի և իր կյանքի մնացած տարիները ամենաարդյունավետ տարիներն էին իր ողջ կյանքի ընթացքում։ Մովսեսը չաղոթեց և չասեց. «Տեր, օգնիր ինձ հաշվել իմ փողերը», բայց օգնիր ինձ հաշվել իմ օրերը, հաշվարկել և ծրագրել դրանք։ Շատերն են այսօր հաշվում իրենց փողերը, իրենց նյութական հարստությունը, իրենց ունեցվածքը, բայց իրականում փողից ավելի թանկ ինչն է, եթե ոչ ժամանակը։ Նեյրոգիտության լեզվով ասած, ժամանակը հավասարազոր է մեր ուշադրության։ Հետևաբար, այն բաներին, ինչերին դու ուշադրություն ես դարձնում, դրանք էլ տանում են քո ժամանակը։ Իհարկե, որոշ բաներ կան խլում են մեր ժամանակը, որոշ բաներ կան գողանում են մեր ժամանակը, իսկ որոշ բաներում էլ մենք ներդրում ենք անում ժամանակի տեսքով։ Հետևաբար, ժամանակի գողը միայն ժամանակ չի գողանում քեզանից, գողանում է քո էներգիան, գողանում է քո օրը և գողանում է քո կյանքը։ Իդեպ էներգիայի գողերի մասին ես արդեն խոսել եմ էներգետիկ վամպիրները տեսանյութում։ Դուք կարող եք դիտել այստեղ և կարծում եմ ձեզ օգտակար կլինի։ Հիմա պատկերացրեք, դուք հանրային տրանսպորտի մեջ եք և իմանում եք, որ այդ տրանսպորտի մեջ, ավտոբուսի մեջ կա գող, որը մարդկանց գրպաններն է մտնում և թանկարժեք իրեր գողանում։ Ինչ կանեք դուք։ Պարզ է, որ ավելի ուշադիր կլինեք, հետևողական կլինեք, սթափ կլինեք։ Բայց իրականում նույն գողերը մեր շուրջն են, նրանք անտեսանելի են, նրանք կարող են նաև
ընկերների տեսքով լինել, կարող են նաև խնդիրների տեսքով լինել, կարող են սովորությունների տեսքով լինել, եւ մենք ամենևին նրանց չենք դիտարկում որպես գողեր, բայց արդյունքում թալանվում ենք եւ գողացվում է մեզանից ամենաթանկը՝ ժամանակը։ Ուրեմն ժամանակի երկու գողերի մասին այսօր կուզենամ խոսել։ Առաջինը դրանք մարդիկ են, երկրորդը դրանք սովորություններն են, զբաղմունքները, որոնք պարզապես խլում են մեր ժամանակը։ Ովքեր են այն մարդիկ, որոնք խլում են մեր ժամանակը կամ գողանում են մեր ժամանակը։ Խոսք իհարկե այն մարդկանց մասին չէ, որոնց մենք տալիս ենք մեր հոգատարությունը, ուշադրությունը, խնամքը, օրինակ աղքատները, կարիքավորները, մեր հարազատները, բարեկամները, որոնք կարիք ունեն մեր ներկայության, դա իրականում ժամանակի վատնում չէ, դա ժամանակի ներդնում է, երբեմն նաև ժամանակի զողողություն ի նպաստ ինչ-որ մեկի բարօրության, շինության։ Բայց խոսքը այն մասին է, որոնք մշտապես բողոքում են եւ ոչինչ չեն ուզում փոխել իրենց կյանքում։ Ժամերով կարող են զրուցել, բայց ոչ մի կառուցողական բան դրանից դու չես ստանա։ Կամ հիշում են քեզ միայն այն ժամանակ, երբ իրենց ձանձրալի է, ուզում են պարզապես զվարճանալ քեզ հետ։ Ժամանակի գողերից են նաև այն մարդիկ, որոնք չեն հարգում քո անձնական եւ ընտանեկան սահմանները, կամ էլ նրանք, որոնց հետ հանդիպումից հետո դու քեզ դատարկված ես զգում, ոչնչացված ես զգում, զգում ես, որ ինչ-որ մեկը քո էներգիան խմել է, խլել է, թալանել է։ Առակաց 13-20 խոսքում Սողոմոնը հետևյալը գրեց. «Իմաստունների հետ ընթացողը իմաստուն կդառնա, բայց անմիտների հետ ընկերացողը կտուժի»։ Ուրեմն տեսեք, եթե մենք ընկերանանք անմիտների հետ, մենք կտուժենք, մենք կթալանվենք, մենք կհարստահարվենք։ Ուրեմն ես կարծում եմ, թերևս համոզված եմ նաև, որ մենք պետք է շատ ուշադրությամբ եւ զգուշորեն ընտրենք մեր ընկերներին, ում հետ ենք մենք ընկերակցում, որովհետեւ ընկերներ կան, որոնք կարող են թալանել եւ դատարկել մեզ, իսկ ընկերներ կան, որոնք կարող են հարստացնել մեզ, օրհնություն լինել մեզ համար, հարստացնել մեր ներաշխարը եւ արժեք ավելացնել մեր կյանքին։ Հիմա կուզենամ, որ մտաբերես 3-ից 4 մտերիմի, որոնք կան քո կյանքում, որոնց հետ դու հանդիպում ես, հարց տուր։ Արդյոք այդ մարդիկ որևէ ավանդ, որևէ ներդնում անում են իմ կյանքում։ Արդյոք երբ որ ես հանդիպում եմ նրանց հետ, զրուցում եմ, իմ հոգևոր աշխարհը հարստանում է, արդյոք ես ավելի եմ մոտենում Աստծուն, արդյոք ես ավելի իմաստուն եմ դառնում ըստ Աստծո խոսքի, թե տուժում եմ։ Ուրեմն ըստ այդ պատասխանների մենք պետք է հասկանանք, որ որոշների հետ պետք է շարունակենք մեր մտերմությունը, իսկ որոշներին պետք է պահենք հեռավորության վրա։ Որոշ մարդկանց, այո, պետք է շարունակենք սիրել, բայց որոշակի հեռավորությունից։ Հակառակ դեպքում մենք կտուժենք, ինչպես ասում է Աստծո խոսքը։ Վերջ-վերջո սիրել չի նշանակում թույլ տալ, որ մարդիկ քեզ թալանեն եւ գողանան քո ժամանակը։ Հիմա եկեք խոսենք սովորությունների մասին, որոնք գողեր են, որովհետև կան սովորություններ, որոնք շատ ավելի վտանգավոր են, քան փողոցում գտնվող գողերը։ Օրինակ, անդադար հեռախոսով սկրոլ անելը, մտնելը այստեղ եւ այնտեղ։ Ես ուզում եմ մի կարևոր հայտարարություն անել, երբեմն ամենամեծ գողը դա մեր հեռախոսն է եւ գտնվում է մեր գրպանում եւ գողանում է մեր ամենաթանկը, մեր ժամանակը, մեր էներգիան, մեր մտերիմների հետ անցկացրած ժամանակը։ Եվ շատ անգամ, երբ որ մենք պարզապես բացում ենք հեռախոսը ինչ-որ մի ծանուցման պատճառով մի բան ստուգելու, հանկարծ հասկանում ենք, որ 1 ժամը հենց այսպես գնաց։ Արդյունքում մենք ինչ արեցինք? Ոչինչ։ Այստեղից այնտեղ մտքով թափառեցինք։ Խաղերը կարող են դառնալ նման գողեր։ Օրինակ, երբ որ պատանին կամ երիտասարդը ասում է, ես 5 րոպե, ընդամենը 5 րոպեով մի հատ համակարգիչս բացեմ, մի հատ խաղ խաղամ եւ անցնեմ իմ գործերին, բայց այդ 5 րոպեն տևում է 1 ժամ եւ դու չես էլ նկատում, թե ինչպես թալանվեցիր։ Կա նաև պսևդո աշխատանք, կեղծ աշխատանք մեր կյանքում, որ մեզ թվում է մենք իրոք զբաղված ենք շատ կարևոր բանով, բայց արդյունքում ոչինչ չենք անում, բացի ժամանակ վատնելուց։ Եվ հաջորդ բանը, որ վատնում է եւ գողանում է մեր ժամանակը, դա հետաձգումներն են, անընդհատ հետաձգումները։ Վաղը կանեմ, մի օր կանեմ, մի օր կհասցնեմ եւ դու անընդհատ հետաձգում ես այն գործերը, որոնք կարեւոր են։ Հետեւաբար զգուշ եղիր, ինչ սովորություններ կան քո կյանքում, ինչ զբաղմունքներ կան, որոնք քեզ գողանում են եւ այդ գողերից տեղյակ եղիր եւ հեռու մնա։
Իրականում ուղեղի համար նման պարապ զբաղմունքները կարող են դոֆամինի պես էֆեկտ ունենալ, այսինքն հաճույք պատճառել մեզ։ Մենք ուղղակի պարկած ենք, մենք ուղղակի մտել ենք հեռախոս, հազար ու մի կարճ տեսանյութեր ենք նայում, մեր ուղեղում դոֆամինային պայթյուններ են լինում, հաճույք ենք զգում, բայց որոշ ժամանակ անց մենք դատարկություն ենք մեր ներսում զգում, մենք զգում ենք, որ որևէ խորը, արժեքավոր աշխատանք չենք կատարել, պարզապես վատնել ենք մեր ժամանակը։ Եփեսացիներին 5:16 խոսքում Պողոս առաքյալը մի շատ կարևոր խորհուրդ է տալիս. ճիշտ օգտագործեք ժամանակը, որովհետև օրերը չար են։ Մեկ այլ թարգմանության մեջ գրված է ծախու առեք ժամանակը, այսինքն մի բան ծախեք, ժամանակ առեք, մի բանից հրաժարվեք, ժամանակ շահեք, որովհետև մենք ապրում ենք չար օրերում։ Հետևաբար հարցն այլևս այն չէ, դու ժամանակ ունես թե չունես, հարցն այն է, թե ինչպես ես օգտագործում քո ժամանակը։ Իրականում ժամանակը մի արժեք է, որ կարծես Աստված բոլորին հավասար տվել է։ Հիմա կբացատրեմ, թե ինչպես հավասար։ Ժամանակը մի բան է, որ ունեն թե հարուստները եւ թե աղքատները։ Ամեն օր ունի 24 ժամ ժամանակ։ Հիմա մեկին տրված է իհարկե ավելի երկար ապրել երկրի վրա, մյուսին կարճ, բայց յուրաքանչյուրիս օրը 24 ժամ է։ Այնպես չէ, որ հարուստների օրը 30 ժամ է։ Բոլորիս օրը 24 ժամ է։ Պարզապես ոմանք այդ 24 ժամը ճիշտ են գործածում եւ այդտեղից օգուտներ են քաղում, ոմանք այդ 24 ժամը պարզապես վատնում են եւ սպառում։ Ղուկասի ավետարան 10-րդ գլխում մենք երկու քույրերի ենք հանդիպում՝ Մարիամին եւ Մարթային։ Որոշ աստվածաբաններ այս երևույթը անվանում են Մարթայի սինդրոմ։ Պատմությունն ասում է, որ երբ որ Հիսուսը այցելեց նրանց, Մարթան խոհանոցում վազվզում էր, կերակուր էր պատրաստում, որովհետև կարևոր հյուր ուներ, իսկ Մարիամը անշտապ նստած էր Հիսուսի ոտքերի մոտ եւ լսում էր նրա պատգամները։ Արդյունքում Մարթան կշտամբեց իր քրոջը եւ անգամ Հիսուսին էր հորդորում, որ կշտամբի եւ ասաց. «Վարդապետ, միթե հոգդ չէ, որ ես վազում եմ, ջանք եմ գործադրում, չեմ հասցնում, բայց իմ քույրը Մարիամը հանգիստ նստած է քո ոտքերի մոտ»։ Իսկ Տեր Հիսուսն ասաց, որ քո քույրը Մարիամը բարի բաժինը ընտրեց, պետք է այս մեկ գործն անել։ Մարդիկ էլ կան, որոնք տառապում են Մարթայի սինդրոմով։ Նրանց թվում է, թե չեն հասցնի, պետք է անընդհատ վազեն, գործեն, շտապեն, ցայտնոտի մեջ հայտնվեն։ Իսկ մարդիկ էլ կան, որոնք Մարիամի պես պարզապես հանգիստ վայելում են Աստծո ներկայությունը։ Իհարկե կյանքում երկուսն էլ կարևոր են, պետք են թե Մարթաներ, թե Մարիամներ, բայց կարևորը ինձ համար այն է, որ երկուսը հավասարակշռության մեջ լինի, բալանսի մեջ լինի մեր կյանքում։ Մենք կարևոր է, որ թե գործենք եւ նաեւ ժամանակ գտնենք նստել Տիրոջ ոտքերի մոտ, հանգստանանք։ Թեպետ կարող է աշխարհը մեր աչքերի առջև վազել շնչակտուր արագ, բայց մենք պետք է ժամանակ գտնենք նաեւ Աստծո ներկայության մեջ անցկացնելու համար։ Մարիամը հանգստանում էր եւ լցվում էր։ Մարթան անհանգիստ վիճակի մեջ էր եւ դատարկվում էր։ Մարթայի սինդրոմով տառապող մարդիկ մի արտահայտություն ունեն, որ հաճախակի են ասում. ժամանակ չունեմ, խառն եմ։ Ես մի անգամ իմ ներսում զգացի Աստծո հանդիմանությունը, այլևս երբեք չասել նման արտահայտություն խառն եմ, որովհետև երբ որ դու ասում ես խառն եմ, նյարդաբանական առումով քո ուղեղն էլ հրահանգ է ստանում, որ պետք է խառը լինի ամեն բան, քո ուղեղը ապակենտրոնանում է, չի կարողանում հստակ հանձնարարության վրա կենտրոնանալ, որովհետև անընդհատ դու ասում ես խառն եմ։ Ուրեմն ուղեղդ էլ է խառնվում, խանգարվում եւ կորցնում ես քո խաղաղությունն ու հանգստությունը։ Հիմա ինչպես ճանաչել ժամանակի գողերին։ Եվ դրանք կարող են մարդիկ լինել, դրանք կարող են զբաղմունքներ լինել, զվարճանքներ լինել։ Գործնական 3 հարց եմ ուզում փոխանցել ձեզ, որոնք մեզ կօգնեն ճանաչել նրանց։ Հարցրու. այս բանը անելուց հետո կամ այս մարդուն հանդիպելուց հետո ես ինձ լցված եմ զգում, թե դատարկված։ Երբ ամեն հանդիպումից հետո կամ ամեն գործից հետո դու քեզ լրիվ սպառված ես զգում, ուրեմն մի բան այն չէ։ Ուրեմն դու թալանվում ես։ Երկրորդ, հարցրու. այս հանդիպումը, հաղորդակցությունը կամ գործը, որ ես անում եմ, ինձ ավելի է մոտեցնում Աստծուն, թե հեռացնում է Աստծուց եւ իմ կոչումից։ Եվ երրորդ,
Եթե այսպես շարունակեմ այսպես հաղորդակցվել նրանց հետ, շարունակեմ անել այս գործը, 5 տարի հետո ես ավելի մոտ կլինեմ իմ աստվածային կոչմանը, թե ավելի կհեռանամ իմ առաքելությունից։ Վերջ-վերջո հիշեք, որ ժամանակի գողերը չեն գալիս ավազակների տեսքով, հրեշների տեսքով, երբեմն դրանք շատ ժպտերես եւ բարեկամական հայացքներ ունեն, բայց դրանք ժպիտով մտնում են մեր գրպանը եւ գողանում են մեր ամենաթանկը՝ ժամանակը։ Հիմա ժամանակը պաշտպանելու 3 բանաձև ես կառաջարկեմ, որոնք սկսում են Ս տառով, 3 Ս-երի օրենքը։ Ինչու Ս տառով, որտեղ մեր ուղեղի համար երբեմն պետք են հեշտ բանաձևեր հիշելու համար դրանք։ Ուրեմն առաջինը հետևյալն է. սթափվիր։ Ես ժամանակ չունեմ արտահայտությունը, փոխիր ես առաջնահերթություններ ունեմ արտահայտության։ Օրինակ ասա, ոչ թե ես քեզ համար ժամանակ չունեմ, այլ ես ավելի կարևոր գործեր ունեմ հենց հիմա։ Ոչ թե ես այդ բանի համար ժամանակ չունեմ, այլ այս պահին իմ ժամանակը ավելի անհրաժեշտ եւ շտապ բանի համար է տրված։ Փորձիր ճիշտ ձևակերպել քո մտքերը։ Երբեմն մենք վախենում ենք մարդուն մերժել մտածելով, որ ինչ կզգա ինքը, կվիրավորվի, թե չի վիրավորվի, բայց ամենակարևորը մենք պետք է ճիշտ ձևակերպենք մեր մտքերը։ Օրինակ, ամենայն ուրախությամբ կուզենայի քեզ օգնել, բայց հիմա շատ կարևոր գործով եմ զբաղված, ներիր ինձ, գուցե մյուս անգամ։ Ուրեմն առաջինը սթափվիր, Աստված քեզ օրեր է տվել եւ նաեւ իմաստություն պետք է տա, որ ճիշտ համրես այդ օրերը։ Երկրորդ Ս-ն սահմաններ դիր։ Սիրել չի նշանակում միշտ 24/7 ռեժիմով հասանելի լինել։ Գաղատացիներին 1:10 Պողոս առաքյալն ասում է. եթե տակավին մարդկանց հաճելի լինեի, Քրիստոսի ծառան չէի լինի։ Ուրեմն մեր մարդահաճությունը մեզ խոցելի է դարձնում թալանի համար։ Հետևաբար սահմաններ դիր։ Պարզապես սիրով կարող ես մարդուն երբեմն մերժել եւ ասել, գիտես, այս անգամ ինձ հարմար չէ։ Այս անգամ ես մեկ այլ կարևոր գործով եմ զբաղված, մյուս անգամ ես անպայման դրան կանդրադառնամ։ Եվ երրորդ Ս-ն սրբությանդ հետևիր։ Ինչ բաներ կան, որ քեզանից խլում են քո սրբությունը, քո հոգևոր արժեքները, օրինակ հեռախոսն է, զբաղմունքներն են դատարկ, չար ընկերակցությունն է, որ ապականում է բարի վարքը, սրբությանդ հետևիր, ուշադրություն դարձրու քո հոգևոր արժեքներին եւ քո բարոյական արժեքներին։ Վերջ-վերջո հիշիր, որ դու Աստծո առաջ հաշիվ ես տալու ոչ միայն քո արածների համար, այլև քո ժամանակի համար, թե ինչպես ես գործածել այդ ժամանակը, որ Աստված քեզ շնորհել էր։ Ուրեմն վերջում ուզում եմ շատ կոնկրետ տնային եւ գործնական հանձնարարություն տալ բոլորիս։ 3 կարևոր հանձնարարություն։ Նստիր եւ գրի առ, ովքեր են քո կյանքում քո ժամանակի հիմնական գողերը։ Մարդիկ են, սովորություններն են, հեռախոսն է, գրի առ անպայման դրանք, որպեսզի քո ուղեղում դա տպավորվի, որպեսզի դու դրան նայես որպես հանձնարարություն, որպես իրազեկում, որ կարողանաս զգուշանալ դրանցից։ Երկրորդ հանձնարարությունը՝ գրի առ մեկ այլ ցուցակ, որի վրա կուզենաս ավելի շատ ժամանակ դնել։ Օրինակ Աստծո հետ հարաբերություններն են, ընտանիքն է, ծառայությունն է, երեխաների հետ անցկացրած ժամանակն է։ Անպայման գրիր, որպեսզի հասկանաս, որ դա քո վրա դրված է կարևոր հանձնարարություն եւ հետեւողական լինես։ Եվ երրորդ, Մովսեսի օրինակից օգտվիր եւ աղոթիր, բարձրաձայն աղոթիր եւ ասա, ով Աստված, իմաստություն տուր ինձ, օգնիր ինձ ճիշտ հաշվարկել իմ օրերը։ Առավել եւս, որ առջևում նոր տարի է, նոր հնարավորություն է Աստված քեզ տալիս, եւս 365 շանս է Աստված քեզ տալիս ճիշտ ապրելու, հետեւաբար աղոթիր եւ ասա, Տեր, ամեն օրը նոր հնարավորություն է, ուրեմն ինձ էլ իմաստություն տուր քո հնարավորություններից ճիշտ օգտվելու համար։ Եվ եթե այս տեսանյութը քեզ օգտակար եղավ, նորից ուզում եմ հիշեցնել, չմոռանաս բաժանորդագրվել այս ալիքին, որ մենք կապը չկորցնենք, չմոռանաս հավանել այս տեսանյութը եւ չմոռանաս քո մեկնաբանությամբ
ակտիվ լինել։ Օրինակ դու կարող ես գրել, կիսվել քո փորձառությամբ, թե ինչպես ես դու ճիշտ օգտագործում քո ժամանակը, իսկ գուցեև թալանվել ես, գրիր քո պատմությունը։ Ես վստահ եմ, որ կարդացողների համար դա կարող է օգտակար լինել։ Եկեք իսկապես մեր ակտիվությամբ մի գեղեցիկ համայնք ստեղծենք, որտեղ կարող են մարդիկ արժեք ստանալ։ Անկամ մեկնաբանությունները կարող են մարդկանց համար օգտակար լինել։ Դրա համար չմոռանաս թողնել քո մեկնաբանությունը եւ կիսվել քո փորձառությամբ ու վկայությամբ։ Իսկ հիմա աղոթենք։ Մեր երկնային Հայր, շնորհակալ ենք քեզանից, որ դու մեզ երկրի վրա ժամանակ ես տվել։ Իհարկե երկնքում մի ամբողջ հավիտենություն կա մեր առջևում, բայց այս ժամանակավոր կյանքն է որոշում, թե մենք որտեղ ենք անցկացնելու մեր հավիտենությունը։ Հետևաբար Մովսեսի պես մենք էլ աղոթում ենք, իմաստություն տուր մեզ, որպեսզի մեր օրերը ճիշտ հաշվարկենք, որ կարողանանք զանազանել կարևորը երկրորդականից, շտապը ոչ շտապից, որ կարողանանք ժամանակը ծախու առնել, ինչպես Սուրբ Գիրքն է ասում, գնահատել եւ ճիշտ օգտագործել։ Ներիր ինձ, որ շատ անգամ ես իմ ժամանակը սխալ բաների վրա եմ ծախսել, շռայլել եմ, վատնել եմ, սպառել եմ, բայց աղոթում եմ, որ այսուհետև հատկապես գալիք նոր տարվա նախաշեմին կանգնած օգնես ինձ ոչ միայն ժամանակս ճիշտ գործածել, այլ նաև խնայել եւ ճիշտ ներդրում անել։ Եթե ես իմ ժամանակը, որ պիտի տայի իմ ընտանիքին, տվել եմ սխալ բաներին, ներիր ինձ դրա համար, եւ ես իմ ընտանիքից էլ ներողություն եմ խնդրում եւ օգնիր ինձ, որ կարողանամ իմ ժամանակը նաև հատկացնել իմ հարազատների համար, իմ կողակցի համար, իմ զավակների համար եւ ամենակարևորը քեզ համար։ Շնորհակալ եմ քեզանից, որ հենց հիմա ես ունեմ ժամանակ։ Դու ինձ ժամանակ տվեցիր, որպեսզի ես մտածեմ, որպեսզի այս թեմայի շուրջ խորհրդացեմ եւ երբ որ կավարտեմ իմ աղոթքը, ես աղոթում եմ, որ իմ աչքերը բացեմ նոր հայտնությամբ եւ իմ ժամին ու ժամանակներին եւ իմ ժամացույցին նայեմ ըստ քո իմաստության։ Աղոթեցի Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ամեն։